Սիմյան, դուք ինչ ակնկալիքներ ունեք այս գործընթացից, հիմա զուգահեռ նաև հանրահավաքային հավաք է ընթանում, ինչ սպասել այս գործընթացից։ Գիտեք, ես քանիցս իմ կարծիքը արտահայտել եմ, իմպիչմենտի գործընթացին ես դեմ չեմ, որովհետև ամբողջովին կառավարությունը ձախողել է իր ծրագիրը, ավելին ասեմ, մենք բացահայտ պայքար ենք տեսնում հանրապետության քաղաքական, քաղաքակրթական ինքնության դեմ։ Այս առումով բնականաբար ես դեմ չեմ կարող լինել իմպիչմենտի գործընթացին։ Մյուս կողմից, իմպիչմենտի գործընթացը հնարավոր է, եթե գոյություն ունի համաժողովրդական հուժկու շարժում։ Ինքնին հասկանալի է, որ առանց նման շարժման իմպիչմենտի գործընթացը հաջողել չի կարող։ Երրորդ կարևոր բանը, որ պիտի ասեմ, դա այն է, որ իմպիչմենտի գործընթացը պետք չի միայն վերջնարդյունքի տեսակետից դիտարկել, իմպիչմենտի գործընթացը ինքը բազմաշերտ գործընթաց է, որը առաջին հերթին ընդդիմությանը թույլ է տալու օրակարգ թելադրել։ Ասում եմ, պետք չի վերջնարդյունքի տեսակետից միայն նայել այս պրոցեսը։ Այդտեղ կան բազմաթիվ միջանկյալ փուլեր, որտեղ կարող ենք մենք իշխանությանը թուլացնել, հարվածներ հասցնել, ի վերջո կարող ենք օրակարգ թելադրել, ընդդիմությունը կարող է առաջին համարով հանդես գալ, եւ վերջին միտքը, որ կասեմ հստակ, երբեք չի կարելի հակադրել իրար իմպիչմենտի գործընթացն ու դրությունները։ Դրանք ընդհանրապես գործիքներ են, որոնց միջոցով քաղաքական ընդդիմությունը փորձում է իշխանություն փոխել կամ ստատուս քվո փոխել։ Հետևաբար այդ երկու բաները հակադրել չի կարելի։ Գարուսյանյան ծրագրությունների մնացել է ավելի քիչ քան 1 տարին է, արդյոք բավարար է այս ժամանակահատվածը։ Ինչի համար փոփոխություն իմպիչմենտի գործընթացը սկսել։ Ասում եմ, իմպիչմենտի գործընթացը պետք է դիտարկել բազմաշերտ։ Միայն վերջնարդյունքի տեսանկյունից չի կարելի ուրեմն այդ պրոցեսին նայել։ Միշտ բավարար է։ Եթե ընդդիմությունը ունի ստրատեգիա, որտեղ իմպիչմենտը ոչ թե նպատակ է, այլ գործիք է, երբեք ուշ չի։ Ավելին ասեմ, երկու զույգ խմբակցությունները խորհրդարանական նման առաջադրանք ունեն ժողովրդից։ 2021-ին նրանք մանդատ են ստացել բացառապես իմպիչմենտի գործընթաց հարուցելու կամ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։ Կմիավորվեն բարձր։ Ես չեմ ուզում կանխատեսել ընդդիմադիր ամենամեծ խմբակցության վարքագիծը, չեմ կարող վստահ ասել դրանք ստորագրություններ կդնեն, թե չեն դնի։ Ամեն ինչ կախված է իմպիչմենտի գործընթացը նախաձեռնող քաղաքական միավորը ինչպիսի ճանապարհային քարտեզ ունի։ Կրկնում եմ, ոչ միայն Հայաստան դաշինքի պարագայում, այլ նաև իշխանության պարագայում շատ մեծ դեր կարող է ունենալ հանրային ճնշումը։ Եթե կա հանրային ճնշում, տարբեր արդյունքներ կարող են արձանագրվել։ Չկա հանրային ճնշում, գործընթացը պակաս արդյունավետ կլինի կամ նվազ էֆեկտիվություն կունենա։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։